Օրեր առաջ Live 24 News-ը հանդես եկավ բացառիկ նորությամբ այն մասին, որ դերասանուհի Ռոզա Դավթյանը պատրաստվում է մայրանալ։ Ռոզան հղի է, այս մասին մեզ տեղեկացրել էին մեր հետևորդներից, ովքեր նաև Ռոզա Դավթյանի բարեկամն են։ Նրանք ցավակցություններ էին հղել Ռոզա Դավթյանի պապիկի մահվան առթիվ, ինչպես նաև նշել էին, որ շատ ուրախ են, քանի որ դերասանուհին հղի է և պատրաստվում է մայրանալ։ Մենք այս լուրով կիսվեցինք մեր YouTube-յան ալիքում, հետևորդները շտապում են մեկը մյուսին հերթ չտալով կիսվել իրենց ուրախության մասին և բարի ազատում առողջ բալիկ մաղթել դերասանուհի Ռոզա Դավթյանին։ Շատերն էլ փորձում են կանխագուշակել, թե ինչ սեռի երեխա է ունենալու դերասանուհին, սակայն դեռ հղիության շատ վաղ շրջանում է գտնվում, որպեսզի բացահայտվի նրա բալիկի սեռը։ Գնում ենք կինո, վայ, անդո, ես տատին, պապին։ Ավելի վաղ էլ ներկայացրել էինք Ռոզա Դավթյանի մայրիկի հրապարակումը իր հայրիկի մահվան առթիվ։ Եվս մեկ անգամ ցավակցություններն ենք հողում այս ընտանիքին։ Այն սիրուն արևոն։ Որ դերասանուհի Ռոզա Դավթյանը նորություն ունի։ Այս նորությունը կապված էր նրա ստեղծագործական գործունեության հետ։ Վերջինս նոր նախագծում է ներկայանում և հենց այս նախագծի նկարահանումներից էլ մի քանի կադրեր հրապարակել է Instagram-յան հարթակում։ Հերթական հրապարակման մեջ դերասանուհին հիվանդանոցում է, կաթիլային է ստանում։ Այս կադրերը տարածվել են համացանցով մեկ։ Շատերը կարծել են, թե դերասանուհին իսկապես հիվանդանոցում է հայտնվել, սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ այս ամենը պարզապես նկարահանման հրապարակից է։ Նշենք նաև, որ դերասանուհին նկարահանվում է մի նախագծում, որտեղ նրա հետ է դերասանուհի Իռա Հարությունյանը։ Այս վիդեոն նրա մասին է, թե ինչքան անկեղծ եմ ես իմ լսարանի հետ։ Կարակ գուշակեք, որտեղ է այդ անկեղծությունը հիմնականում երևում։ Ասացի լավ, առավոտ արթնանամ, սենց ինչ-որ վիդեո նկարեմ, որը դուք արդեն տեսաք։ Ու սենց մտածեցի, բայց ես ինչի պիտի մազերս ուրիշ ձև անեմ, ես սենց կսարքեի ես կոֆեն, ես ան կոֆեն։ Նարնջի թարմ քամացյութը, դրա համար տենց էլ թողեցի, որ հանկարծ ինչ-որ սխալ կարծիք չձևավորվի ձեր մոտ։ Ասեմ, նարնջի թարմ քամացյութն էլ մաքսիմալ անհամեր, հենց որ չնախանձեք։ Իսկ հիմա եկեք գուշակենք, թե ուր եմ ես գնում։ Թողնում եմ պատուհան, մինչև դուք ձեր տարբերակը գրեք, կամ էլ նշովի տարբերակ, մինչև նշեք, ես կգնամ արդեն կպատրաստվեմ և ցույց կտամ, թե ուր եմ գնում։ Այստեղ խառն ենք, այսօր, այո, աստղերի հետ ենք նկարահանման, աստղջան բարև, աստղջան բարև, լիքը աստղեր, այո, երեխեք ջան, Ռոզան ձնենց գաղտնի է պահել, իր երեխուն գաղտնի է պահել ձեզանից, այո, սիրիլ է քեզ, ուժս, հաճելի խառն ենք։ Գնում ենք այրոպորտ, Սուսիկին ու Ալային դիմավոր ենք, տեսեք Սուսի առաջին բուկետիկն է։ Ենքան սիրուն է ստացվել, սա էլ մեծը, մամային և աղջկան նույն բուկետիկներից։ Շատ սիրուն է, շատ շնորհակալ եմ, կնշամ էջը որտեղից եմ պատվիրել, իրանք իմ բոլոր մտահաղացումներն իրականացնում են։ Բարի լույս, այսօր վերջապես իրական բարի լույս եմ ասում, ոչ թե ժամը 1-ին, գնում եմ նկարահանման, մի քանի նկարահանումներ ունեմ, հետո Ադամնաբուժարան պիտի գնամ, հետո էլ ծննդի եմ։ Так что բոլորիս լավ օր։ Իրականում ինչ տեսք եմ ունենում ես։ Սիրուն սենց պատրաստված բան վիճակները մնաց տան հանարը։
Շատերիդ հետաքրքիր է ինչի եմ ես նորից հանձնում քննությունը, ասեմ այս մասով, որ ես հանձնել եմ 2 տարի առաջ, դրանից հետո 3 անգամ գործնական քննությունը կտրվեցի, որովհետև փակ պլաշատկայում էի հանձնում եւ վարել էլ նորմալ չգիտեի, նորմալ վարողներն էլ այդտեղ չէին կարողանա հանձնել, 3 անգամ կտրվելուց հետո մի տարի ժամանակ անցնում է եւ կարծեմ մի տարի եւ անվավեր է ճանաչվում նաեւ ձեր տեսական քննությունը ես հանձնել եմ 3 օր պարապելով 19 թե 18 հավաքելով առաջին անգամից հիմա անվավեր ճանաչվեց մի տարի ես ոչ մի բան չարեցի նորից պիտի գնամ տեսականը հանձնամ որ հետո էլ արդեն անցնեմ գործնականին Ատամնաբուժանը այսօր գնացել ես մի կողմից լրիվ թմրած է խոսելուց էլ կնկատեք Դուրս եկա ատամնաբուժանից մոտեցան նկարվելու հիմա ոչ կարողանում եմ ժպտամ ոչ չժպտալն է ճիշտ սենց բերանից փակում եմ մի խոսքով դեմքս թեքում եմ չգիտեմ նկատեցին չնկատեցին չնայած մի հատ էլ հասատ անմոտ շենքի մոտ մոտեցան նկարվելու Անկամ վատ եմ ինձ զգում, երբ որ ես ատամնաբուժանից դուրս եմ գալիս, իսկ ես վերջին մի քանի շաբաթում ես ամբողջ օրն ատամնաբուժանում եմ ու այդ իրավիճակում եմ հայտնվում։ Հենց հիմա դեմքս ծուռ է ու ես ոչ մի բան չեմ զգում։ Լավ, ինչով է, այսօր նաև ներկայացման եմ 7 անցիկես հրավիրված, գուշակեք ինչ ներկայացման եւ չգիտեմ այս ձևով ոնց չպարվեմ։ Այն սենց կցել եմ, ինչ ես սարքում? Սարքում եմ իրով, Ինչով? սիրտդ ինչով որոզում, Լավաշով հումորով եք նման, Մայրիկիս Այս Զրզմփա ես տանջակի Զրզմփա ապարատը վերել է, որ պիրոտ սարքի Ուզում եք ռեցեպտն ասեմ դուք էլ սարքեք Կասես նամ գաղթիկները Չէ Կարոքարության կամ եմ տենում, որ ծյորք են որ հարմ է մեջ Հետո 5 ձույ աստեղ լցրել Այդ կարաքը լցնելու ես սրա մեջ Հետո Կարաքը ավելացրեցինք Ինչին Ախոսանա Ես չգիտեմ ռեցեպտը դու պիտի ասես Ձվին Կադրս ինչ փչացնում է ձվին ու ինչին տեսակին, հետո ձետ ու կարակ Ոստեղ մաման ինչ-որ ճաշ է պատրաստել այդ ճաշն ավելացնելու Ինչ է այդ ճաշի մեջ ինչ է Քացախ խնդորին Մի րոպե, ինը սմետանի քացախ է Չէ հիմա քացախ ենք ավելած Բայց ես ինչ է սմետանու ինչ Սոդա Սոդա բամածուն Մի դթարել մացում Ու հիմա է քացախ Վաա Այդքան քացախոր լցրեցիր Մամ հետո Ինչ ես պատրաստում Ասա Ասեմ, մամայի հետ ոնց ես խոսում, մամայի հետ Հիմա ես ես կծեմ մեջ Կծի